Քիչ առաջ մենք Կարինե Գևորգյանի հետ էինք զրուցում, մեր բանախոսը նշեց, որ կարծես թե այսպես լավ չենք պատկերացնում ինչ է կատարվում, հա, նաև օրինակ Իրանի շուրջ կամ դեռևս լավ, այսինքն դեռևս չենք կարողանում ճիշտ արձագանքել։ Հիմա այս գիտաժողովը ինչպես կօգնի նաև մեր հանրությանը ճիշտ հասկանալ, ճիշտ արձագանքել այն իրադարձություններին, որոնք կատարվում են Հայաստանի քթի տակ։ Դեք ցավոք տեղեկատվական տիրույթում այսօր ավելի շատ, եթե այսպես ավելի մեղմ կամ նուրբ արտահայտվեմ, ապա շատ սիրողական տեղեկատվություն եւ ոչ միայն սիրողական, այլ նաեւ հիմնականում մանիպուլյատիվ տեղեկատվություն, այսինքն կան բևեռներ, որոնք տեղի ունեցողը ներկայացնում են բացարձակապես իրենց շահերից ելնելով, որը իրականության կամ իսկության խորքային խեղաթյուրում է։ Մեր ներկայիս ամենախորքային խնդիրներից եւ խորքային ճգնաժամի դրսևորումը նաեւ որ խախտվել է մեր կոգնիտիվ ճանաչողական համակարգը։ Մենք չենք կարող լինել կենսունալ, մենք չենք կարող դիմակայել մարտահրավերներին, եթե մենք չենք ճանաչում աշխարհը, չենք ճանաչում մեր տարածաշրջանը, չենք ճանաչում տարածաշրջանում գերակայող խաղի կանոնները, հետեւաբար նաեւ չենք կարողանում պատկերացնել մեր տեղն ու դերը այս փոխվող կերպափոխվող աշխարհում։ Իսկ այսօր աշխարհը ոչ միայն կերպափոխվում է, այլ նաեւ կարելի ասել վերաձևավորվում է, որտեղ այլևս չկան նախկին խաղի կանոնները, աշխարհաքաղաքական դասավորումները, միջազգային կարգը որպես այդպիսին այլևս չկա եւ չի գործում։ Դրան փոխարինման են գալիս այլ նախագծեր։ Եթե նախկինում կային մեգանախագծեր, պայմանական ասված, օրինակ, կոմունիստական մեգանախագիծը ԽՍՀՄ-ի դրսևորմամբ կամ 91 թվականից հետո լիբերալ ժողովրդավարությունը որպես մեգանախագիծ, որի հիման վրա կառուցված էր միջազգային կարգ, ապա այսօր այդ բոլոր մեգանախագծերը այլևս գոյություն չունեն եւ դրանց փոխարինման են գալիս բացառապես ազգային նախագծերը, բայց ազգային նախագծեր ունենալու համար ոչ միայն պարտավոր եք ճանաչել ինքներդ ձեզ, այլ նաեւ պարտավոր եք ճանաչել աշխարհը, փոփոխությունները, թե ինչ իրականում տեղի ունենում եւ նաեւ այս գիտաժողովը դրանով է շատ արժեքավոր, որ այս ամենի հիմքում ընկած է ոչ թե ռոպագանդան կամ միակողմանի դրսևորումների ներկայացումը, այլ ակադեմիական եւ գիտական մոտեցում, որ մենք կարողանանք ավելի լավ պատկերացնենք տեղի ունեցողը։ Ես կարծում եմ դեռ շուտ է աշխարհաքաղաքական դաշինքների ձևավորման մասին խոսելը, բայց այնուամենայնիվ այս ամենը ուղղված է նաեւ, որ մենք ընդհանուր առմամբ պատկերացում գոնե կարողանանք կազմել տեղի ունեցող փոփոխությունների ձևի, տրամաբանության եւ որակի մասին։ Պետության հաշվի առնելով այսօրվա զարգացումները տարածաշրջանում եւ մասնավորապես Իրանում ինչ է տիրում, մեր պետության ռիսկերը թե հնարավորություններն են ավելի գերակշռում այս պահին։ Հասկանում եմ, որ հետո կարող են փոխվել, բայց այս պահին։ Այս պահին մեր համար տեղի ունեցողը ամեն առումով բացառապես պարունակում է վտանգ, բացառապես։ Եվ սա պայմանավորված է միայն մի գործոնով, քանի որ մենք այսօր փաստացի ունենք կենսունակ պետություն, որ կարող է անգամ այս ճգնաժամի շրջանակներում ոչ միայն սպառնալիքները տեսնել, այլ նաև կարողանալ օգտագործել հնարավորությունները, որովհետև պարզ պատմական ճշմարտություն է, որ ցանկացած իրավիճակում, որտեղ կան մարտահրավերներ եւ սպառնալիքներ, անպայմանորեն կան նաև նույնչափ հնարավորություններ։ Մի պետությունները կարողանում են մարտահրավերն ու սպառնալիքները կերպափոխել հնարավորությունների, մնացածը զոհ են դառնում այդ մարտահրավերների եւ սպառնալիքների։ Ցավոք, որ մենք հիմա չունենք այն պետությունն ու պետականությունը, որ կարողանար ոչ միայն հնարավորություններ տեսնել այս ամեն ինչում, այլև չի կարողանում դիմակայել այս փոփոխություններին եւ խոսքը ամենևին վատատեսության մասին չէ, պետք չէ ուղղակի մենակ ներկայիս իրավիճակը տեսնեն, որ ռազմական գործողություններ չկային, ասենք, տեսեք, մենք դիմակայում ենք, դիմակայությունը սրա մասին չի։ Շատ խորքային փոփոխություններ են դեռ մեզ սպասում եւ տարածաշրջանում, որին մենք ուղղակի ունակ չենք։ Իսկ թրիփը կյանքի կկոչվի, հաշվի առնելով նաև այն զարգացումները, որոնք կան, թապես Իրանը, Ռուսաստանը թույլ կտան, որ կյանքի կոչվի, ելնելով իրենց նաև շահերից եւ որքանով է նաև մեր շահերից բխում այդ նախագիծը։ Ես բազմիցս ասել եմ, որ անկախ թե դա կլիներ ամերիկյան փաթեթավորման, թե կլիներ ռուսական փաթեթավորման նոյեմբերի 9-ից հետո այդ համաձայնագիրը կլիներ, թե ներկայիս թրիփը կլիներ, ես մշտապես ասել եմ, որ Սյունիքի միջանցքը մեզ համար ռազմավարական տեսանկյունից սպառնալիք է խորքային եւ բոլոր այն խոսույթները, որ դա հնարավորություն է տնտեսական եւ այլն, ուղղակի
հանրային կարծիքի մանիպուլյացիային, որովհետև Սյունիքի միջանցքը երբեք առաջնային տնտեսական կոմպոնենտ չի եղել եւ չի լինելու։ Դա աշխարհաքաղաքական նախագծի մի մաս է, որը Հայաստանի համար բացարձակապես սպառնալիք է։ Այս պարագայում իմ խորին համոզմամբ կրկին, ուղղակի գոնե մոտ ժամանակներում իրատեսական չի Սյունիքի միջանցքի լինելը, ուղղակի իրատեսական չի, ոչ թե նրա համար որ իշխանությունը կամ պետությունը կարողանում է զսպել, հակառակ իշխանությունը եւ պետությունը ասում է, որ դուք կարող եք պայմանավորվածություններ ձեռք բերել մեր շուրջ, այդ պայմանավորվածությունները տակ մեզ եւ դա ուղղակի մենք կյանքի կկոչենք։ Այսինքն սա իշխանության կամ պետության լավ գործունեության արգասիքը չի բնականաբար։ Խնդիրը այստեղ նաև որ միջազգային կոնսենսուս այստեղ չկա։ Մասնավորապես նաև տարածաշրջանում գերակայող չկա։ Այո, լոկալ մակարդակում գերակայում է Ադրբեջանը, բայց ավելի մասշտաբային իմաստով շատ մանավանդ Իրանի շուրջ ծավալող իրադարձությունների շրջանակներում չի կարելի ասել տարածաշրջանում գերակայության մասին եւ հետեւաբար դրա շուրջ կոնսենսուս չկա ու շատ երկար ժամանակ իմ խորին համոզմամբ չի լինելու։ Եվ նաև եւս մեկ հարց ընտրություններին է մասնակցելու հետ կապված, առհասարակ կարծում եք, որ շանսեր կունենաք հաշվի առնելով այն, որ քաղաքական դաշտը կարծես թե այսպես հիմնական դերակատարների միջև է արդեն իսկ բաժանված։ Ես համոզված եմ շանսերի մասին, մենք չենք մտել պրոցեսի մեջ ուղղակի փորձելու համար։ Հաջողության մեջ համոզված եմ, բայց ժամանակը ցույց կտա, ու այդ մտքի հետ այդքան էլ համաձայն չեմ, որ դաշտը հիմնականում բաժանված է եւ կիսված է։ Երբ մենք նման հայտարարություն ենք անում, խոսքը չի վերաբերում ձեզ ընդհանրապես, մենք պետք է մի հարցի կարողանանք պատասխանել, որտեղից մեզ այդ պատկերացումը։ Եթե մարդիկ հիմնվում են միայն ԶԼՄ-ների վրա, ապա պետք է իմանան, որ ԶԼՄ-ները գերակայությունը, ԶԼՄ-ների մեծամասնությունը ներկայացնում է ոչ թե իրականությունը, այլ այն պատկերը, որը սպասարկում է բացառապես իր սեփական շահը։ Իրական դաշտում գետնի վրա գործընթացները ամբողջությամբ այլ են եւ այն ուժերը ում մասին թմկահարում են խոսում են որ դաշտը գրավել են հիմնականում իրանք պետք է լինեն կամ այն տոկոսները որ հնչեցվում են ամեն օր մենք լինում ենք մարզերում տարբեր համայնքներում սահմանապահից մինչեւ մարզկենտրոններ եւ ասեմ ձեզ որ այդ իրավիճակը որևիցե տեղ մենք չենք տեսել այդ գերակա ուժերի Անկալումը որ ձեր շուրջ փորձում էին փոխել եւ իշխանությունը եւ ընդդիմությունը փոխել են թե այնուամենայնիվ չի ստացվել դուք ունեք այսպես ձեզ աջակցողներ Եկես ժամանակը ցույց կտա այդ աջակցությունը գործնականում ինչպես արտահայտվում բայց ասեմ որ իրականում այդ վերաբերմունք փոխելը բացարձակապես չի ստացվել ստացվել է մի ինչ որ մի ժամանակ որի համար եւ իշխանության եւ ընդդիմության անչափ շնորհակալ եմ որովհետեւ քաղաքական գործընթացների մեջ չի կարելի մտնել եւ հաջողության հասնել առանց հաղթվելու, թրծվելու, հարվածներ ստանալու, սխալներ անելու, սխալները շտկելու եւ այսպես շարունակ։ Այս ամենը միայն այն հարվածները, որոնք եղել են իշխանության եւ ընդդիմության կողմից, ես բոլորի համար շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ։ Բնականաբար, ինչի համար եմ ես շատ հանգիստ, որովհետեւ կա մի պարզ ճշմարտություն, որ միտքը չունի գաղտնիք, որ վարկը Երևան չբերի։ Այսինքն, եթե դուք այլ ինքնության կրող եք, դուք ձեր ճանապարհը անպայման շարժվեք, շարունակեք գնալ։ Եվ մարդիկ, եւ մնացածը բոլորը տեսնելու են իրականություն։ Պետք չի ինչ-որ մի բանից պաշտպանվել, արդարանալ, ոչ մի բան։ Դուք ուղղակի շարժվեք ձեր ճանապարհով, ձեր ինքնությանը համարժեք։ Շնորհակալ